որը կառուցվել է ժայռի վրա, դա այն մարդիկ են, ովքեր լսում են եւ կատարում Տիրոջ խոսքը։ Գիտես, այս առաջի կետը ես հենց այդպես էլ անվանել եմ. հաստատվել Աստծո խոսքի վրա։ Իսկ մենք ո՞նց ենք լսում։ Մենք, որպես եկեղեցի, լսում ենք ամենօրյա խոսքը։ Մարերեն հավատարիմ գցումա, հավատարիմ, ամեն առավոտ 9 դեռ չեկած, ինքը խոսքը դնում է։ Եվ մենք այդ խոսքը վերցնում ենք այդ օրվա համար, մենք լսում ենք այդ խոսքը։ Խոսքի հետ կապված մենք ունենք տնային խմբակներ, որտեղ ամփոփում ենք եւ քննարկում ենք Աստծո խոսքը, նայում ենք, լսում ենք։ Մենք Կիրակի օրն ենք հավաքվում Տիրոջ խոսքի շուրջ եւ լսում ենք Տիրոջ խոսքը։ Մենք ունենք Աստվածաշնչյան դպրոց, որտեղ սովորում ենք Աստծո խոսքը։ Եվ այստեղ Հիսուսն էլ է ասում. ամեն ով որ լսում է եւ շարունակության մեջ ասում ու կատարում։ Նրանք նման են իմաստուն մարդուն, որոնք տան պես են եւ իր տունը սարքել են ժայռի վրա, հաստատված Աստծո խոսքի վրա։ Աստծո խոսքի վրա հաստատված նշանակում է դու լսում ես եւ կատարում։ Հիսուսն ասում է նրանք, ովքեր լսում եւ կատարում են, նրանք են իմաստուն մարդիկ, որոնք իրենց տունը սարքում են ժայռի վրա։ Եվ հետաքրքիրը գիտես ինչ է, շարունակության մեջ էլ ասում է, որ ոմանք էլ, որոնք լսում են ու չեն կատարում, նման են մի տան, որ ավազի վրա են կառուցել։ Կատարելը արդեն իսկ նման է ժայռին, Աստծո խոսքի վրա, ժայռի վրա կառուցված մի տան։ Նույնպես շատ հետաքրքիր է, որ երկու տան վրա էլ այդ փոթորիկը եկավ։ Փոթորիկը չհարցրեց այս մեկը ժայռի վրա է, թե ավազի վրա է։ Միևնույն է եկավ։ Երկուսի վրա էլ եկավ։ Եվ արդարը եւ ամբարիշտը այս աշխարհում նույն բաների մեջով են անցնում։ Բանը նրանում այդ բաներով, որ անցնում են, այդ փոթորիկները, որ գալիս են ու գնում, վերջում ով է կանգուն մնում։ Նրանք, ովքեր լսում են եւ կատարում, նրանք են մնում վերջում։ Երբ որ փոթորիկը գալիս է, եւ դա այդ ամեն ինչը ժամանակավոր պահեր է։ Միևնույն է հետ է դառնալու։ Հաստատուն մնում են նրանք, ովքեր խոսքը լսում են եւ կատարում։ Երբեմն գալիս են ասում, բայց ձեր եկեղեցու էս ինչ անդամը տեսար, ինչ ոնց եղավ, ինչ եղավ։ Ասեմ, շատ բարի, ինքը մեր եկեղեցու անդամն է։ Բայց ես իր փոխարեն այն խոսքերը, որ ինքը լսում էր եկեղեցում, ես իր փոխարեն չեմ կարող կատարել։ Այն խոսքը, որ դու այսօր լսում ես Տիրոջ տանը, այդ խոսքը դու պիտի կատարես։ Որովհետև երբ որ քո առօրյայի մեջ քեզ վրա փոթորիկ գա, դու պետք է այդ իմաստուն մարդու նման ժայռի վրա կանգնած մնաս, հաստատված Աստծո խոսքերի հիման վրա։ Եվ այդ փոթորիկը որ գա ու գնա, դու մնաս հաստատում։ Եվ Տիրոջ փառքը երևա քո կյանքում։ Ուղղակի հաստատվել Աստծո խոսքի վրա։ Եվ գիտես, երբեմն լինում է կյանքի մի բնակավարում դու շատ հաստատուն ես եւ այլն, կյանքի որոշ բնակավարում դու չես կարող դիմանաս, որովհետեւ այդ բնակավարում չես կատարում Տիրոջ տրված պատվիրանը։ Կան հավատացյալներ, որոնք որ հավատում են, քարոզում են, շրջապատին ասում են, բայց գնում են տուն ու սայթակում են մեկ այլ հարցի մեջ, մեկ այլ բնակավարի մեջ, միգուցե փոխհարաբերությունների, միգուցե մեղքերի, միգուցե ինչ-որ փորձությունների։ Մեզ պետք է մեր կյանքի բոլոր բնակավարներում ամուր կանգնել Տիրոջ ժայռի վրա։ Որովհետև փոթորիկը այսպես թե այնպես գալիս էլա գնում էլա։ Երբ որ դու ժայռի վրա ես, քո հեշտ պետք է չէ փոթորիկը երբ կգա, որովհետև գիտես ոնց գա, այտենց էլ կգնա։ Ամեն։ Այո։ Տուն, որը կառուցվել է ժայռի վրա, դա այն մարդիկ են, ովքեր լսում են
եւ կատարում Տիրոջ խոսքը։